Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Եկեք այսօր միասին պատրաստենք մի փոքրիկ տորտ, հիմա կասեք շոկ, այս շոկին, շոկ կրակին, ինչ տորտ մենք առիթ ունենք ու մեզ անպայման հարկավոր է, որ տորտ ունենանք։ Այդ պատճառով միասին պատրաստում ենք։ Ուրեմն մեր տորտը մեղրով է լինելու, բայց ոչ մեղրով տորտ։ Սա մեր իմացած մեղրով տորտը չէ, այլ բիսկվիտային տորտ է ու մեղր կա մեջը։ Այսպես, ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, ասեմ, որ բավականին լավ խմոր է սա, հետո ինքներդ էլ կհամոզվեք, հարկավոր է ալյուր ձու, շաքարավազ մեղր, աղ, մի փոքր բխրեցուցիչ և վանիլին և 100 գրամ բուսայուղ, այսքան է։ Հիմա անցնենք գործի, ձուն կոտրենք։ Ուրեմն ձուն կոտրեցինք, հիմա ձուն և շաքարավազը միասին հարելու ենք։ Մի փոքր ձուն հարեմ ու քիչ-քիչ ավելացնեմ շաքարավազը։ Բարեկամներիս այնքան ենք հարելու, մինչև ստանանք սպիտակ, արդեն հարիչի ոտքերը երևացող զանգված։ Ավելացնում ենք աղը, արդեն տեսեք բավականին սպիտակել է և խտացել է կարելի ասել։ Եվ վանիլինը։ Հարում ենք։ Ուրեմն տեսեք ստացել ենք արդեն այսպիսի սպիտակ ու բավականին խիտ զանգված։ Հիմա ավելացնում ենք մեղրը։ Եվ բուսայուղը։ Նորից մի փոքր հարում։ Սոդան բխրեցուցիչ ավելի ճիշտ, այսօր ինձ որ բխրեցուցիչ է, ավելացնում ենք ալյուրին, մի փոքր խառնում ենք։ Եվ արդեն ավելացնելու ենք մաղելով։ Մի փոքր խառնում ենք, այսպես։ Նորից ավելացնում ենք ալյուրը։ Ասեմ, որ նախորոք ջեռոցը միացրել եմ, դուք էլ միացրեք նախորոք սկսելուց առաջ։ Արդեն որ տեսնում ենք ալյուրի գնդիկներ չկան, այսպիսի խտության խմոր ենք ստանալու։ Ուրեմն ձևամանը ես յուղաթուղթ եմ արել, մի փոքր կարագապատել եմ, այսպես, և արդեն, ինչպես գիտեք, ես շերտերը մեկ-մեկ եմ թխում, հիմա նորից ես մեկ-մեկ պիտի թխեմ, ինձ թվում է ես սա կանեմ 5 շերտ։ Ինձ պետք է, որ մի փոքր բարձր լինի տորտը, որտեղ տարեդարձ ունենք, ու եթե ես տեսնեմ, որ շատ բարձր, որտեղ այս ձևամանով, այս տորտը ես առաջին անգամ եմ թխելու, եթե տեսնենք շատ բարձր չի ստացվում, ուրեմն կես
բաժին էլ կպատրաստեմ։ Հիմա ուրեմն գթալով ես ավելացնում եմ, որպեսզի շերտ թխենք։ Այսքան ինձ թվում է բավական է։ Մի փոքր այսպես հավասարեցնում ենք, որպեսզի մեր շերտը հավասար լինի։ Ձևամանի չափը 23 սանտիմետր է։ Եվ արդեն թխելու ենք 180 աստիճանի տակ, վերևներքև ռեժիմում։ Սիրելի բարեկամներ, ուրեմն ես ավարտեցի արդեն շերտերը, ստացել ենք շատ փափուկ, տեսեք, այնքան փափուկ է, որ վախենում ենք դեռ տամ։ Տեսեք այսպիսի շատ փափուկ, թեթև շերտեր։ Սիրելիներս, ասեմ, որ եթե դուք պատրաստելու եք 5 շերտ ստացանք եւ շատ լավ շերտեր ստացանք, այնպես որ այդ չափի խմորով նույն ձևամանի չափով 23 սանտիմետրով ստանում ենք 5 այսպիսի լավ շերտեր, բավականին բարձր տորթ է ստացվում, չեմ կարող ասել, որ այսպես բարձր է, բայց չափսը լավն է։ Եվ այսպես, ուրեմն եթե դուք կուզեք, որ այսպես առանձին շերտեր չթխեք, այլ մեկ ընդհանուր բիսկվիտ թխվի, ուրեմն մի քիչ խորը ձևաման պիտի ոչ թե մի քիչ, այլ բավականին խորը բարձր ձևաման պիտի վերցնեք, որ արդեն տեսնում եք, որ տեսեք այս չափի բիսկվիտ եք ստանալու բոլորը միասին։ Տեսնում եք, ինչքան բարձր ձևաման է ձեզ հարկավոր։ Դեռ մի փոքրիկ գոլ է, այդ պատճառով ես ուզում եմ, որ առանձին դնեմ, մինչև կրեմը հարելը արդեն հավաքելու կլինի։ Հիմա մենք պատրաստում ենք կրեմը։ Կրեմի համար ես վերցրել եմ 300 գրամ կարագ, արդեն գիտեք, որ շատ կրեմային չեմ անում ես, այդքան էլ չեն սիրում իմ տան անդամները, ու եփովի կրեմով է լինելու, եփովի կրեմը կարագի հետ խառնած, արդեն գիտեք, իմ ալիքում կա եփովի կրեմը, մենք մի քանի անգամ պատրաստել ենք, բայց ես չափաբաժինները անպայման կգրեմ այս տորթի բաղադրատոմսերի բաժնում, որպեսզի հետ չգնաք ու փնտրեք եփովի կրեմի բաղադրատոմսը։ Եփովի կրեմը ես արդեն պատրաստել եմ, քանի որ մինչև թխելը ես արագ միասին արդեն պատրաստեցի, որ շատ չսպասենք, գիտեք շոկ է այդ պատճառով։ Հիմա սառում եմ, մինչև ես կարագը հարեմ, մեր եփովի կրեմն էլ արդեն պատրաստ կլինի։ Անցնենք գործի։ Կարագը լավ հարելուց հետո արդեն քիչ-քիչ ավելացնում ենք եփովի կրեմը։ Սիրելիներս, կրեմը արդեն սառել է մեր, ես արդեն վերջացրի, սպիտակել է, տեսեք այսպիսի սպիտակ կարագ ենք ստացել, հիմա ավելացնում ենք վանիլը, ինձ մոտ ես շաքարային վանիլ է ինձ մոտ, ես 2 տուփ եմ վերցնում, մի փոքր հարենք վանիլի հետ ու արդեն կրեմը քիչ-քիչ ավելացնում։ Սիրելիներս, սկսում ենք արդեն հավաքել մեր տորթը։ Մի րոպե սա հավաքեմ, որովհետև սիրելիներս, ուրեմն մի փոքր կրեմ կսեցի, նոր շերտը դրել եմ, որպեսզի չշարժվի, ու ասեմ, որ թրջել պետք չէ, որովհետև արդեն դուք տեսաք, որքան փափուկ, տեսեք, շատ փափուկ են, չարժե թրջել, այնպես որ առանց թրջել շատ լավ տորթ ենք ստանալու։
Հիմա կրեմի վրա անկույզ ենք անելու, անկույզը լվացել եմ, բովել եմ, չորացրել եմ, բովել եմ, այնպես որ չեմ ուզում խառնել կրեմին ընդհանուր, որովհետև երեսի համար ինձ պետք է, որ սպիտակ լինի կրեմը։ Եվ վերջի շերտը Սիրելիներս, ուրեմն ես ավարտեցի, կրեմապատել եմ ամբողջովին, ուրեմն մինչև զարդարելը ես ուզում եմ դնեմ սառնարան, պիտի անպայման մի փոքր սառի, մինչ ես կպատրաստեմ շոկոլադե նախշերը, որպեսզի ես ուզում եմ շուրջ բոլորը շոկոլադե նախշերով պատել։ Այդ բոլորը միասին կանենք, հիմա դնենք սառնարան, մեր կիսապատրաստ տորթը մի փոքր կտրում ենք և նախշ ուզում եք արեք, ինչպես որ դուք ուզում եք լինի ձեր տորթի շուրջ բոլորը։ Եվ դնում ենք սառնարան, ինչը մի փոքր սառի։ Արդեն բավական է սառել է ու այսպես տեսեք կպցնում ենք
Տորթի վրա չեն թողելու շատ սառի, որ կարողանանք կպցնել։ Այսպես։ Մի փոքր ուղղում ենք, որտեղ որ դեռ այդքան լավ կպած չի, այսպես, տեսեք, հիմա շոք է ու հալում է, հալում է, մի փոքր այստեղ է, տեսեք այս փոքրիկ տեղերը ուղղեմ ու վերջ։ Տեսնում եք, հալվում է, այնքան շոք է, հիմա նորից դնեմ սառնարան, մի փոքր թող սառի, արդեն վերևը զարդարեմ ու վերջ։ Որպեսզի ես շատ արագ եմ անում, որովհետև սառնարան դնելով, հանելով հալչում է, ու հիմա որպեսզի մեր տորթը ամբողջական դառնա, այս ներքևի հատվածում մի փոքր նախշեր եմ անում։ Այսպես։ Հիմա զարդարենք, ես հատապտուղներով եմ զարդարելու, աշխատեցի մանր ելակ գտնել, այսպես ասած։ Այստեղի ելակները շատ մեծ են։ Եվ որքան հնարավոր է հավասար ելակներ հնդրեցի։ Սա այդքան էլ լավ տեսք չունի։ Եվ այսպես։ Հիմա այս հատապտուղը կարծեմ հաղարջ է հայերեն, որքանով որ ես հիշում եմ,
կապը բոլորն էլ օգտագործենք։ Այստեղ կարելի է այսպես անից մի ելակ այսպես այսպես, մոտավորապես այսպես, այսպեսի տորտ ստացանք։ Այսպեսի տորտ ստացանք, ձեզ հետ միասին։ Շատ հետաքրքիր խմոր է ու շատ համեղ, խնդրում եմ անպայման փորձեք։ Եվ տեսեք, որքան լավ ստացվում է, իհարկե հիմա չեմ կտրի, բայց կտրած անպայման կնկարեմ ու կտեղադրեմ շորտերի բաժնում, որպեսզի դուք տեսնեք կտրած վիճակում ինչպիսին է մեր այս տոնական տորտը, ասեմ, որ մեր օպերատորի ծնունդն է, վաղը չեմ այսօր եւ ես նախապես պատրաստվեցի, որպեսզի գիտենք, որ տորտը սառնանում մնալուց ավելի այսպես լավ է լինում սառելուց հետո, իհարկե սառցախցիկում չի, այսքանը սիրելիներս, ինձ թվում է ձեզ դուր կգա, ես անպայման ուզում էի, որ դուք տեսնեք այս խմորը, այս բիսկվիտ պատրաստելու խմորը, քանի որ շատ համեղ է, արդեն ասեցի, նշեցի, եւ ինձ թվում է այս տարի վերջին տորտը կլինի, որովհետեւ շատ շոկ է, հնարավոր չէ անընդհատ սառնարան դնել հանելուց իհարկե հոգնում ես, այսպես կպատրաստենք ուրիշ բաներ առանց կրեմի, այնպես որ պարապ չենք մնա, շնորհակալություն բոլորիցը, որ ինձ հետ էիք, բարի դիտում եմ ձեզ մաղթում, շատ շնորհակալ եմ, որ անընդհատ դուք իմ կողքին եք, շատ գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում, շատ շնորհակալ եմ, ես զգացված եմ շատ, այսքանով ավարտենք, սիրում եմ բոլորի ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։